2025 թվականին Հայաստանում 4010 մարդ ստացել է խորհրդային դարաշրջանի խնայողությունների փոխհատուցում։ Այս մասին հայտարարել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Մեկ անձի համար միջին փոխհատուցումը կազմել է մոտ 190,000 դրամ։ Այս տարի կփոխհատուցվեն 1944 թվականի դեկտեմբերի 31-ին կամ դրանից առաջ ծնված անձանց ավանդները։ Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն, որը մեկ վայրում կկենտրոնացնի ներմուծման եւ արտահանման գործընթացներին առնչվող բոլոր ծառայությունները։ Նախագծի հիմնական նպատակը մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացումն ու արագացումն է։ Ներկայում մաքսային գործառույթները իրականացվում են տարանջատված, ինչի հետևանքով որոշ գործընթացներ, օրինակ զննությունները, կատարվում են տարբեր վայրերում եւ ոչ միշտ համապատասխան ենթակառուցվածքներով։ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, ապահովվել է կառավարության ճշտված ծրագրի 101%-ով կատարողական, նախորդ տարվա համեմատ արձանագրելով 5.5%-ային կետով բարելավում։ 2025 թվականին պետական բյուջեի ծախսերը կազմել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, տվյալները ներկայացնում էին ֆինանսների նախարարությունից։ 2026 թվականի հունվարի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրվել է 7 տրիլիոն 960 միլիարդ 45 միլիոն դրամ վարկ։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 325 միլիարդ 981 միլիոն դրամ վարկ, իսկ ռեզիդենտներին 7 տրիլիոն 634 միլիարդ 64 միլիոն դրամ վարկ։ Վերջին տվյալներով Brent տեսակի նավթի գերազանցել է բարելի դիմաց $100, հասնելով մոտ $110, իսկ ռուսական Urals տեսակը վաճառվում է շուրջ $106։ Սա զգալիորեն բարձր է այն մակարդակից, որը նախատեսված էր Ռուսաստանի 2026 թվականի բյուջեում։ Եթե ներկայիս բարձր գները պահպանվեն, տարեկան լրացուցիչ մուտքերը Ռուսաստանում կարող են հասնել 3-ից 4 տրիլիոն ռուբլու, զգալիորեն նվազեցնելով բյուջեի պլանավորված դեֆիցիտը։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ իրական եկամուտները կարող են ավելի ցածր լինել, քանի որ պատժամիջոցների պատճառով ռուսական նավթը հաճախ վաճառվում է զեղչերով։ Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է շուրջ 810 միլիարդ իեն կամ որ նույնն է 5.1 միլիարդ դոլար հատկացնել բենզինի գների աճի դեմ պայքարելու նպատակով։ Միջոցները կտրամադրվեն բյուջեի պահուստային ֆոնդից եւ կուղղվեն բենզինի մանրածախ գների սուբսիդավորման հիմնադրամի համալրմանը։ Գների աճը պայմանավորված է նավթի թանկացմամբ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Ferrari-ն, Bentley-ն եւ Maserati-ն դադարեցրել են մատակարարումները Մերձավոր Արևելք։ Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով լյուքս բրենդները ստիպված են կամ իրենց մեքենաները տեղափոխել օդային ճանապարհով, կամ ամբողջությամբ դադարեցնել առաքումները, ինչն արդեն զգալի ազդեցություն է ունենում շուկայի վրա։ Հակամարտությունը հարվածում է ավտոարդյունաբերությանն ամբողջապես։ Հորմուզի նեղուցը համաշխարհային նավթի եւ գազի մոտ 20%-ի հիմնական տարանցիկ ուղին է, սակայն այժմ տուժում են նաեւ լյուքս բեռները։ Ամերիկյան Nvidia ընկերությունը անցած տարում Միացյալ Նահանգներում վճարել է 16.76 միլիարդ դոլար կորպորատիվ հարկ։ Սա կազմում է Միացյալ Նահանգներում հավաքագրվող շահութահարկերի մոտ 4%-ը եւ գերազանցում է ցանկացած այլ ընկերության ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ առաջատար 6 ընկերությունները վճարել են ավելի քան 53 միլիարդ դոլար դաշնային շահութահարկ։ Հայաստանի Հանրապետություն Ադրբեջան հնարավոր խաղաղության մասին շատ է խոսվում, տարբեր փաստեր ու օրինակներ են բերվում, որպես ընդառաջ քայլեր դեպի այդ խաղաղություն։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իրատեսական պատկեր է ներկայացնում։ Տնտեսական որոշակի առաջընթաց կա հարաբերություններում, սահմաններին կրակոցներ չկան, բայց այնպես չէ, որ բոլոր խնդիրները լուծվել են։ Ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպա, ուրեմն Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը կլինի մեծ չափազանցություն։ Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ ա եղել, ի վերջո այդքան արյուն ա հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ի վերջո դեռ մենք ունենք ուրեմն պահվող անձինք Բաքվում, բանտերում,
դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում եւ անհետ կորածների ճակատագրերի բարձրաբանում։ TRIP նախագիծը համարվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևոր քայլ, բայց բարձրաբանումներ են անհրաժեշտ, որպեսզի լիովին հասկանալի դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս ռազմավարական ճանապարհը։ TRIP-ը դա ներդրումային տրանսպորտային կամ փոխկապակցային մի մեծ նախագիծ է, որը մեծ հաշվով ունի 3 շերտ, այս նախագիծը, որը ներառելու է եւ երկաթուղային, եւ ենթադրաբար ապագայում ավտոմոբիլային ճանապարհային եւ նաեւ նավթագազամուղային, էլեկտրական մալուխների եւ այլ կապակցվածություն։ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացների վերաբերյալ պարբերաբար հակասական արձագանքներ են հնչում։ Սահմանների ամբողջ երկայնքով սահմանազատումներ են իրականացվում։ Այս դեպքում քարտեզների թեման է թիրախում հայտնվում։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է փոխել իր սահմանադրությունը, կարծիքներ կան, թե Ադրբեջանի պահանջով։ Միրզոյանը հերքում է այդ խոսակցությունները։ Հայաստանի Հանրապետությունը եւ բանակցությունների ընթացքում ֆակտորների հետևում եւ նաեւ հանրային հրապարակային մի շարք առիթներով ասել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանության մեջ Ադրբեջանի համար որևէ խնդրահարույց ամենայն դեպս տարածքային հավակնությունների տանող որևէ պնդում չկա։ Հայաստանն ունի 4 անմիջական հարևան երկիր, դրանցից երկուսի հետ մենք ունենք չկարգավորված հարաբերություններ։ Ադրբեջանից բացի Թուրքիայի հետ էլ հարցեր ունենք քննարկելու ու կարգավորելու։ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար օրինակ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Քննարկվում է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման հնարավորությունը։ Քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։ Կրկին վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հանդիպումներ են տեղի ունեցել, ես եմ հանդիպումներ, շփումներ ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ, մեր մյուս գերատեսչությունների ղեկավարներն էլ առիթ ունեցել են մասնակցելու այդպիսի քննարկումների, այցեր անելու եւ հանդիպելու։ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված բազմաթիվ քննարկումներ կան նաև մեր երկրում։ Արտաքին գործերի նախարարը տեղեկացրեց, Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում դեղորայքի տեսքով, սակայն անհրաժեշտություն չեն տեսել այդ մասին շեփորահարելու։ Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է աշխատաժողով քննարկելու եւ սահմանելու հանրությանը մատուցվող ծառայությունների բարելավման եւ թվայնացման առաջնահերթությունները։ Գործընթացների եւ ընթացակարգերի պարզեցման արդյունքում քաղաքացիները կկարողանան դիմումները, վճարումները կամ փաստաթղթերը ներկայացնել առցանց, առանց հերթերի։ Պետական համակարգերի թվայնացումը նաեւ կնպաստի թափանցիկության բարձրացմանը եւ քաղաքացիները կկարողանան առցանց հետեւել իրենց դիմումների ընթացքին ու ստանալ արագ պատասխաններ։